Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք մեր հերթական հաղորդումը։ Ես այսօր ձեզ կծանոթացնեմ, թե ինչ հասարակական կարծիք է տիրում Facebook-ում եւ ընդհանրապես լրատվության մեջ կապված վերջի շրջանում բավականին աղմուկանաց Հայրապետյան Ռուբենի հարսնաքարի կապակցությամբ։ Ես միանգամից կկարդամ Անժելա Բարսեղյանին, որը Facebook-ի օգտատերերից է, որը հրատարակվել է այնտեղ։ Վերնագիրը այսպիսին է. Մաֆիոզ համակարգը սկսում է երկրի նախագահից։ Բավականին հուսադրող վերնագիր է, որովհետև ամբողջը մեկ կապվում է մեկ տեղ։ Հայաստանի նախագահ, մաֆիոզ համակարգ, եւ այս ամբողջը Անժելա Բարսեղյանը ներկայացնում է որպես մեկ ամբողջականություն, օրգանապես կապված միմյանց հետ, հենց վերնագրից է դա երևում։ Ես կարդամ դա. Հարսնակար։ Խոսում ենք Հայաստանում փոխել այս անելանելի քաղաքական, էկոնոմիկ եւ հոգեվոր իրավիճակը։ Սակայն աչքիս անարխիան ու մաֆիան այնքան է զարգացած Հայաստանում, որ հետադարձ անել ինչպես Իտալիո մաֆիոզ համակարգը դառնում է մշակույթ։ Անհասկանալի է, բայց ոչինչ փոփոխության ենթակա չի։ Բազմակետ նրանք, որ բիզնեսի մեջ են Հայաստանում, գիտեն, որ ռեստորանների, բարերի բիզնեսը բաժանված է տերիտորիաներով։ Բացի օրենքով վարկեր վճարելուց սեփականատերերը ոճրագործ աշխարհին նույնպես կամ են վճարում, կամը գրված է մեծատառերով եւ վերջում ռեգյուստ։ Հարսանքարի մարդասպանությունը հենց այդ հանցավոր աշխարհի շերտավոր դեմքն է։ Հայաստանի բիզնեսներում քաղաքացին չի կարող բողոքել։ Չի կարող իրեն ստրուկ չզգալ։ Քաղաքացին Հայաստանի բիզնեսներում միայն կարող է վճարել, իսկ բողոքելու դեպքում վատագույնս կորցնել կյանքը, ինչպես պատահեց Վահե Ավետյանին, որով Հայաստանի բիզնեսների, նույնիսկ հիվանդանոցների մեծ շինությունների դրամները կամ եկամուտը բաժանվում է մի քանի շերտավոր կրիմինալ տերիտորիաներ, սահմաններ այլ լեզվով, մաֆիային, եւ նրանք, որոնք մի քիչ գաղափար ունեն այդ շերտերից, կհասկանան, որ Նեմեցը, խոսքը Ռուբեն Հայրապետյանի մասին է, ունի իր շերտը, իր վրա կան այլ կրիմինալ շերտեր, չեմ ուզում, որ այդ շերտերը Վահե Ավետյանի դատավարության ժամանակ բացահայտվեն, որով նորից շատ այրունահոսություն կարող է տեղի ունենալ։ Նեմեցը միայնակ սեփականատեր չի, հարսանքարում բազմակետ է տրված, նրանն է կամ Հայաստանի ոստիկանությունը, դատարանները մինչև նախագահը։ Պատասխանատվություն չէր, որ Մաշտոցի պուրակի պատահականություն չէր, որ Մաշտոցի պուրակի շինարարությունը նախագահը մի մատով կամ շնչով իր քաղաքական շահերի համար տեղի տվեց։ Եթե հասարակությունը ցանկանում է փոփոխություն ու քաղաքակիրթ հասարակարգ ստեղծել, հարկավոր են կրիմինալ շերտերը ոչնչացնել, որի հետևում կանգնած են դատարանները, իշխանությունը, ոստիկանությունը, նախագահը եւ այլն։ Մտածել է պետք, հարսնաքարը միայն Նեմեցով չի իշխվում։ Ամենամեծ հանցավորները իշխանությունն է, որտեղից բխում են ֆինանսական պարտականությունները եւ կռիշաները։ Խոսքը տանիքների մասին է, որին ծանոթ եք, ինչ է նշանակում տանիք, պահպանություն, որ ներքևում գտնվող բիզնեսը շնչի։ Վահե Ավետյանի արդար դատավարություն չի կարող լինել, մինչև չմեղադրվի Նեմեցի կռիշաները ու կրիմինալ շերտերը մինչև նախագահը, առանց որի իմացության, արտոնության ու հրամանների ու այսօր Հայաստանը ոչ մի բիզնես
չի կարող աշխատել։ Նրանք, որ լրջորեն են մոտենում այս հարցին, երևի շատ բան հասկացան Նեմեցի հարցազրույցից եւ մնացած փաստերից, որ ներկայացրեցի։ Գրում է Անժելա Բարսեղյանը։ Ես սա կարդացի, որպեսզի դուք մոտավոր պատկերացում կազմեք, թե գրիչ բռնողները կամ որոնք որ միտք են հաղորդում տարածության վրա, Facebook-ում, կայքեջերում եւ այլուր, ինչ մակարդակի վրա է նրանց խոսակցությունը, ինչպես են պատկերացնում, եւ ես գիտեմ, որ իմ կարդացից ոչ մի բան չհասկացաք, թե ինչ էր ուզում ասել այս հայուհին Անժելա Բարսեղյանը, որը գրել գիտի, տեսակ, բայց մտքերը այնքան ախորն են եւ անհասկանալի, որ վերնագիրը մաֆիոզ համակարգը սկսում է երկրի նախագահից, բոլորովին չի համընկնում, թե ինչ է ուզում ասել ընդհանրապես տեքստի մեջ։ Եվ այսպես ամբողջ լրատվությունը հագեցած է նման արտահայտություններով, հաղորդումներով եւ իրարամերժ չի ասի, այլ պարզապես մարդիկ կան, որոնք ինչ որ մի բան են ուզում ասել, բայց շարադրել չգիտեն մտքերը, տեղեկացված չեն, փորձում են երևալ սոցիալական կարգերում եւ այսպիսի բաներ է ստացվում։ Խոստումնալից թվացող վերնագրի տակ թաքնված էր մի հայերեն տառերով գրած եւ նաեւ կռիշա, մռիշա, մաֆիո եւ այլ տեսակի բաներ, բառակապակցություններ, որը որ ասում է այն մասին, որ Բարսեղյանը Անժելան միջին տեղյակություն ունի Իտալիայի մաֆիայի մասին եւ այլն, բայց ընդհանրապես փորձում է մի բան հասկացնել, որը չի ստացվում։ Փորձեք ձևակերպել սա, ինչ որ ինքը ուզում էր ասել։ Մաֆիոս համակարգը սկսում է երկրի նախագահից։ Եթե նախագահը, որը իր մեջ ներառնում է ամբողջ իշխանությունները եւ հսկում է նրանց վրա, ամբողջ պատասխանատվությունը երկրում կատարվող անցուդարձի ընկնում է իր վրա։ Մեկ նախադասություն։ Եթե մեկը մեկին սպանում է, ապա ինչի պատճառով է սպանում։ Ինչ որ մի բան, որը երկրում չկա, դա կարող է լինել արդարադատությունը չկա, օրենքները չկան, ընդհանրապես հսկողություն չկա, տեր չկա։ Հարսնաքարի դեպքը եւ Ռուբեն Հայրապետյանի վերջի հարցազրույցը, որը որ լույսում հրատարակվել էր, եթե չեմ սխալվում, այո, հրատարակել էին ադմինները դա։ Ես էլ դա կարդացի եւ բավականին տեղյակ եղա Nouvelle Armenian, Փարիզի ֆրանսիական թերթը, թե ինչպես էր մեկնաբանել ամբողջ արշուդարձը։ Իմացանք, որ իբարս գրող ադմինի ներողություն Արմին ասեցի։ Նորից հիշեցնեմ, որ լույս աշխարհում գործում են 6 ադմիններ, ադմինիստրատորներ, 6 ադմինիստրատոր տարբեր երկրներից։ Ցանկացած մարդ կարող է դառնալ լույս աշխարհի ադմինիստրատոր։ Եթե նա իր գործնեության ընթացքում հեռուստահաղորդումների ժամանակ հաղորդումներ է անցկացրել, իր կերպարը հստակ է, ուղղվածությունը պարզ, մտածում է այնպես, որ հայն է մտածում, ապա նա կդառնա ադմինիստրատոր։ Նրան կվստահվի լույս աշխարհի սայթի բալանիները, ինչպես եղբորդ ես, չէ, վստահում տանդ բալանին, բայց մտքով չի անցնում, որ եղբայրդ կարող է հանկարծ մտնի քո տունը, ավիրի, թալանի, գողանա, հրդեհ, այդպիսի բան չի անցնում, դու վստահում ես բալանին։ Այդպես է 6 ադմինիստրատորները, որոնք գործում են լույս աշխարհում, առաջ ես էի դա մենակս։ Հետո ես մեծացա, տվեցի երիտասարդներին, որ ամեն մեկը գա իր սենյակը ունի, մտնի եւ աշխատի լույս աշխարհում ադմինիստրատորի անվան տակ։
Այսինքն նա կարող է բալանիով մտնել կայքեջ, բայց որ մտավ սենյակ լույս աշխարհ, եթե հանկարծ այս մեր եղբայրը խիղճը կորցնի, ծախվի, հնարավոր է, չէ, դավաճանի, ինչ բառեր կան աշխարհում, ապա նա հնարավորություն ունի լույս աշխարհը ներսից քանդել, որտեղ ներսն է արդեն բալանին, կոդը ձեռքին է, գաղտնակոդը։ Բայց ես վստահել եմ առաջ մի մարդու, հետո միասին խորհրդակցել ենք ես եւ առաջի ադմինիստրատորը, տարիներ են անցել, դա այդպեսի մի երկու օրվա բան չի, իրենց նվիրվածությունը գաղափարին, որ լույս աշխարհը մի լրատվական միջոց է, որտեղ բոլորը խոսելու իրավունք ունեն, իրենց մտքերը արտահայտելու, ինչ ասես ասելու։ Եվ այս ազատ լրատվական միջոցի մեջ բոլորը կարող են մտնել, բայց ղեկավարությունը, որ պետքա ղեկավարի սայթը, բանակցություններ մղի, ասենք, սերվերների տերերի հետ, վճարի վերջը այս կոմենկոմ պահելու համար ղեկավարությունը պետք չէ, նաև գրելու մեջը, ինչ ասես անելու։ Սրանք ադմինիստրատորներ էին պետք, եւ այս ադմինիստրատորներից առաջ ես էի սա անում, շատ վատ էի անում, սրանից մի 6-7 տարի առաջ, որտեղ չէի հասկանում։ Հետո առաջի ադմինիստրատորը արդեն հասկացող պրոգրամիստ էր, որը որ կարգի բերեց սայթը, բալանին տրվեց նրան, նա սկսեց սայթը վարել։ Ես միայն որպես հաղորդավար էի մտնում դուրս գալի, որտեղ հեռուստատեսություն էի անցկացնում, չէ։ Եվ սայթը վարելով նա մտան սկսեց հետևել, թե ովքեր են մտնում, եւ մտավ երկրորդ ադմինիստրատորը, երկրորդ ադմինիստրատորն էլ մտավ սայթի մեջ, սկսեց բաներ անել, հետո երրորդը մտավ, հետո չորրորդը մտավ, եւ այսպես ադմինիստրատորները շատացան, բայց նրանք անուն ազգանունով հանդես չեն գալիս, նրանք տարբեր տեղեր միշտ մի անունն են գրվում տակը, ադմին, բայց որ ադմինն է, չեք իմանա, բայց որ լույսի ադմինիստրատորը հաստատ, եւ նրա անձը կարևոր չի, կարևորը գաղափարն է, գործնեությունը, որը նա տանում է, այսինքն չի ավիրում լույսը, մեր եղբայրն է, բալանի ունի, երբ ուզի կմտնի, կաշխատի, կնայի, կկարդա, կգրի, կընդունի, հղումները կնայի, կբացի եւ այլն, երբ ուզի չի գա, մարդը կարող է մի քանի օր չգա, չերևա, այն լույսը գա, միշտ հերթապահություն կա լույսում։ Ես էլ ինձ համար արդեն որ մեծացել, ծերացել եմ, նայում եմ, թե ինչ է կատարվում։ Երբեմն ես էլ հեռուստա հաղորդումներն եմ անում, ինչպես տեսնում եք, չէ, ադմինիստրատորները, նրանք այն մարդիկ են, որոնք լույսը պահում են միշտ եւ ինչքան կգնա միջև աշխարհի վերջը, որովհետեւ այդ կայքը արդեն համաժողովրդական կայք է, իմը չի, դուք սխալմամբ եք դա համարում, որ դա այստեղ Ստեփան Քիրեմիջյանին այսպես ասենք, այնպես կլինի, այնպես ասենք, այնպես կլինի։ Ես մի որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի, որ դադավորներ նշանակեն։ Տեսեք Անժելա Բարսեղյանը ինչ էր ասում։ Երկրի նախագահի մաֆիոզ համակարգը։ Ձեր մտքից հանեք, խնդրեմ, որ այդ կայքը պատկանում է ինձ, սեփական Ստեփան Քիրեմիջյանի կայքեջն։ Ես ասում եմ, գտեք ճանապարհներ ադմինիստրատորներից մեկն ու մեկին, վճարեք նրան, կաշառեք մի քանի միլիոն դոլար եւ կայքը կկանգնի, բայց դրա համար նրանց չեք գտնի, որպեսզի գայթակղեք, դրա համար էլ ամեն բանի տակը գրվում է ադմին այսինչ չի գրվում, գրվում է ադմին, իմ հաղորդումների տակ նույնիսկ գրվում է հեղինակը ադմինն է, ինչ որ դրված է, ես արդեն իմացակ մեր լույսի կարգի մասին, ուրեմն խնդրում եմ ինձ նամակներ, հղումներ մի գրեք, որ սրան հանեմ, նրան պատժեմ, նրան ինչ որ նկատողություն անեմ, հայոյանքները չառամարենք, բան, ինչ ուզում անում են, դուք տեսնում եք, չէ, որ ինչ ուզում անում են, մեկի վրա լավ տպավորություն է թողնում, մյուսի վրա վատ տպավորություն է թողնում, բայց դե ժողովուրդն այդպես է, հիմա Անժելա Բարսեղյանը, որ Facebook-ում սա գրել է, հիմա ես հանեցի կարդացի, մենք նրան չմեղադրեցինք, չէ,
թե ինչ տափակ բաներ ես գրել, ոչ մի բան չես գրել։ Չասեցինք այդ, բայց մեր թեման պիտի տանենք այդ ուղղությամբ։ Ուրեմն արդեն Նուբել դե Արմենիայի վերաբերյալ ադմինիստրատորը Ֆրանսիայից տվյալներ տվեց, որ այդ ժուրնալը աշխատում է Ֆրանսիայում, տպաքանակը հայտնեց, լեզուն հայտնեց, մարդկանց ասեց, եւ այդ ժուրնալով հետաքրված արդեն գրվեց հարսնակարի դեպքերի մասին չէ, այ Ռուբեն Հայրապետյանի ասուլիսի մասին, որը տրվել էր թղթակ Սեդայի News Armenia, որը պարզվեց Ֆրանսիայից հատուկ եկել է Հայաստան է եկել, ով է նրան վճարել Հայաստանի տոմսը գալու, ապրելու հայտնի չի, բայց որ վճարված է, որ Սեդան պետքա գրի Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույց, որը ինչ որ քաղաքական շերտերի համար պետքա հասարակության մենթալիտետի վրա ազդելու, որ Ռուբեն Հայրապետյանը ահա այսպիսին է, եւ այդտեղ տեսանք, որ հարցազրույցը կեղծված է, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը անմիջապես բողոքել էր, որ ինքը ամբողջ խոսակցության ընթացքում Ծառուկյանի անունը չի տվել, իսկ այնտեղ հստակ գրած է, որ իմ դեմ, իմ բիզնեսի սնանկացման, իմ գործնեության դեմ Ռուբեն Հայրապետյանը մեղադրում է եւ տեսնում է Ծառուկյանը։ Այդպես էր գրած։ Եվ այս փաստի վերաբերյալ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ինչպես կարող է Ռուբեն Հայրապետյանը այդպիսի բան ասել, որ իմ տան դիմացի բոլոր քայլարշավները եւ ավտոբուսներով մարդկանց բերել հարսնակարի դիմաց, տան դիմաց, մարզական հրապարակ բերել եւ այլն, այդ բոլորը անում է Ծառուկյանը։ Այսպես գրված էր հարցազրույցում։ Հետո հանկարծ Ռուբեն Հայրապետյանը խոսել է Ծառուկյանի հետ, ասել է. «Ընկեր, ես այդպեսի բան չեմ ասել»։ Լրատվության մեջ այդ բանը կա։ Եվ դրանով գործը փակվում է։ Ասել է, թե չի ասել։ Չի ասել, բա որ չի ասել։ Ոնց է Նուել դե Արմենիան ֆրանսիական այդ ամսագիրը ներողություն չի խնդրում։ Շարունակում է մթագնել, պղտորել, հասարակությանը հանել Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Ինչու է սա անում։ Քանի որ քաոս է տիրում, լրատվական քաոս, սկսված News.am-ից News.am։ Սա լրատվական միջոցն է գլխավոր հայկական, ինչու եմ ասում, որտեղ երբ որ նայեք նրա ստատիստիկան, այսպիսին է, օրական նայում են 140,000 մարդ, ամբողջ լրատվությունը, ամբողջ հայ աշխարհի վրա անձրևում է News.am կայքեջով։ Երկրորդ տեղում է US Armenia։ US Armenia-ն US News.am-ից ոչ մի բանով չի տարբերվում։ Եվ առաջի տասնյակ ամբողջ լրատվական միջոցները, որոնք բռնում են հայության ուղեղների հետ խաղացող ամբողջ ինֆորմացիայի 95%-ը, սրանք ստեղծում են հասարակական կարծիքը, ոնց որ ուզում են։ Եթե բացեք այդ լրատվական միջոցների մասին տվյալներ ուզենաք, օրինակ News.am կայքեջը, այս կայքեջը 4 լեզուներով հրատարակվում է. անգլերեն, հայերեն, ռուսերեն, թուրքերեն։ Հիմա պետք է ասեք թուրքերեն ինչի համար է։ Չեք նկատել, որովհետև չեք կարդում թուրքերենը։ Թուրքերենը նրա համար է, որ հետադարձ կապով թուրքերին տեղյակ պահի, թարգմանվում են այն ինչ որ Հայաստանում տպվում է, որ նրանք իմանան ինչ է տպվում, որտեղ հաշվետվություն է տպվում թուրքերի համար։ News.am կայքեջը հաշվետվություն է տպում թուրքերեն, որտեղ թուրքերեն ոչ մեկը չի կարդում հայերի մեջ։ Իսկ ով որ կարդում է թուրքերեն,
հայերի մեջ։ Դա ծիծաղելի է, որ հայերի մեջ թուրքերեն պետք է կարդան։ Բայց հրատարակվում է թուրքական բաժինը ուրեմն ֆինանսավորվում է, չէ։ Ռուսերեն, անգլերեն, հայերեն հասկացան։ Նա ինչի է։ Երբ որ Թուրքիայում ապրող հայերը ոչ այդ ինտերնետն են մտնում նայում։ Ոչ էլ իրենց հետաքրքիր է թե հայ ինչա գրվում այդտեղ։ Բայց հյուրայեթի խմբագրությունը նայում է, երբ պետք ալում օգտվում է, որովհետև այդ հետադարձ կապ է, մենք այսպես ենք դնում, դու կարեք հակաքայլը։ Ուրեմն News AM-ը, որը չեք գտնի թե դա ով է։ Օրինակի համար լույս աշխարհում գրված է մեր մասին, մեր տեղեկությունները, այսինքն կարգին լրատվամիջոցները չեն թաքցնում իրենց պատմությունը ով են ով չեն։ News AM-ը չեք կարող գտնել թե քանի մարդ կա մեջ աշխատող, ովքեր են դրանք, ով է գլխավոր խմբագիրը, վերջո այդ սայթը ում է պատկանում այդ լրատվությունը եւ ինչ բաներով կապերի միջոցով է անընդհատ այդ ինֆորմացիան ուղարկվում, թարգմանվում, մարդիկ են աշխատում, ինդուստրիա է աշխատում եւ օրական 150,000 հայ աշխարհի տարբեր երկրներից ուտում են այդ ճաշը, որտեղ էփվում է մի խոհանոցը, որը կոչվում է News.am, որի ոչ խոհարարներն են հայտնի ովքեր են, ոչ պատասխանատուները, ոչ մեկը չկա։ Նույնիսկ տակը հեղինակներ չի գրում է News.am-ի խմբագրություն կամ ինչ որ մի բան։ Այսինքն վիրտուալ, անհասկանալի, անանուն, վերևից թափվող թույն է գալիս լրատվական եւ ամեն օր հայ ժողովուրդը, որոնք ինտերնետի հետ կապ ունեն, գտալում են այդ թույնը, գտալ ուտում են եւ վերջը հագենում են մի բանով, որ ուղեղները չի աշխատում արդեն։ Չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչու Ֆրանսիայից պիտի կա Nouvelle d'Arménie-ի թղթակից Sedan եւ ինտերվյու վերցնի Ռուբեն Հայրապետյանից, հետո այդ ինտերվյուի մեջ սուտ բաներ գրի, կեղծի, բայց այդ կեղծած ճաշը որպես թունավոր արդեն ամբողջ նայողներին, դիտողներին, լսողներին թունավորել է, կերել են արդեն։ Ռուբեն Հայրապետյանը վեր կենա ասի թե ես այդպիսի բան չեմ ասել, նրան լսող չկա արդեն լսող չկա։ Եվ շարունակվում է այդ process-ը։ Լույս աշխարհում եկել հայտնվում է, կարդացի ես է, որ անկախ նրանից, որ Ռուբեն Հայրապետյանը ասում է ես այդպիսի բաներ չեմ ասել, ախր ես ոնց են գրել, կապնվում է առաջինը Ծառուկյանի հետ, ասում է չեմ ասել այս բան, բայց արդեն Ռուբեն Հայրապետյանը որպես այդպիսին ոչ մեկին պետք չի, ասել ես չես ասել, արդեն գրվել է, եսի գնաց պատմություն, որ ասել ես, դու ինչ միջոցներով պիտի դուրս գաս News AM-ի վրա եւ հայտնես ես այդպիսի բան չեմ ասել, Սեդային էլ դատի տաս, ասես ինչի ես էսի գրել, եւ որովհետեւ Սեդան կարդում ենք մեջը, այնքան խորամանկ չի, այդ օպերացիան վարող ազգային անվտանգության ծառայության գործակալը, որը խորհրդատուն է Սեդայի News-ին, թե ինչպես պետք է վարի հարցազրույցը, ինչպես պիտի դնի, նա այդտեղ խորաթափանց կերպով գրում, զգացվում է, որ լույսում այդ մասին գրված էր, որ բավոր բռնվենք հանկարծ, չէ որ եվրոպական օրենքներով, երբ որ ասուլիս է տալիս, ապա ասուլիսը ձայնագրվում է, մի օրինակը անպայման խոսակցության տրվում է ասուլիսի ներկա մարդուն, մյուս օրինակը պահվում է խմբագրությունում աշխատելու համար, եւ երբ խմբագրությունը տեքստը պատրաստում է ըստ ասուլիսի, անպայման պետք է ուղարկի այն մարդուն, ով որ տվել է այդ ասուլիսը, այդ մարդը կարող է չհիշի ինչ է ասել, բայց քանի որ ձայնագրությունը մոտնա, ինքը կարող է տեսնի մի կասկածելի բան ասել, ձայնագրությունով նայի ասի, ասել եմ թե չեմ ասել, նայի տեսի չի ասել, հիմա Ռուբեն Հայրապետյանը եթե իր ձեռքի տակ ունենար ձայնագրությունը,
ապա ձայնագրությունը կուղարկեր Ծառուկյանին, կասեր, որ եղբայր նայի տես, որ այսպիսի բաներ չի ասված։ Իսկ ինքը զանգելը հեռախոսազրույց ա ունեցել, որ ես չեմ ասել այս բաներ։ Ուրեմն տեսեք ինչ օրենք է խախտված։ Լրագրողի օրենքները խախտված է Հայաստանում, բայց մատ ունի Ֆրանսիան գիտի, Ֆրանսիա ասելով պետությունը չէ, Սեդան Նյուես Արմենիայի թղթակից ամսագրի, որ ինքը պետք է շատ զգուշ լինի, որովհետև եթե Հայրապետյանը հանկարծ դատ բացեց, որ ինքը այդպիսի բաներ չի ասե, եթե չի ասե, հիմա ես Հայրապետյանին եմ ուղակի մեղադրում եւ սովորացնում, որ ինքը ունենալով հնարավորություններ, պետք չէր Ծառուկյանին ասել, ես այդպիսի բաներ չեմ ասել։ Նրա միակ փաստը ձայնագրությունն է։ Ձայնագրությունը նաեւ լրագրողի փաստն է, որովհետեւ եթե Հայրապետյանը ամբողջ հոդվածը հերքի դատարանում լրագրող Սեդան պետքա բերի ձայնագրությունը։ Դատավորը լսելով ձայնագրությունը Հայրապետյանին պետք է ասի, այ դու ասել ես այս մասին, հետևաբար ինքը իրավունք ունի գրելու, որտեվ ասել ես։ Իսկ եթե չի ասված այնտեղ, ապա այս թերթը կործանվեց արդեն, չկա այդ ամսագիրը, նրա վրա կդրվի այնպիսի տուգանքներ Ֆրանսիայում, հեռուփախած չի Եվրոդատարանով, որ եղած չեղածը պետք է ծախի ամբողջ սպոնսորներին, որովհետև ինքը խաղացել է մի հատ գործի հետ, որը վարկաբեկում, նույնիսկ կրիմինալ հանցագործության մեջ մեղադրում է մարդու, կործանում է։ Հետևաբար Ռուբեն Հայրապետյանը միայն դա պիտի անի։ Ոչ թե զանգ տա Ծառուկյանին, հետևից հայտնվում են նոր լրատվամիջոցներ, News.am-ի քույրերն ու եղբայրները, որոնք բռնել են ամբողջ հայ մենթալիտետը։ Եվ նրանք հենվում են արդեն այդ սուտ լրատվության վրա, որը գրանցված չկա գրանցումը, որովհետև Սեդան ասում է, խոսքը վերաբերում է News de Armenian ֆրանսիական թերթին, անունը դնենք ֆրանսիական թղթակցուի, ֆրանսահայ թղթակցուին, գրում է այնտեղ, այստեղ ձայնագրիչը անջատեցի, եւ առանց ձայնագրիչի է գրում արդեն, այսինքն ձայնագրված փաստ չկա, որը որ չի կարելի, ձայնագրված փաստ որ չլի, դու մեծ խոսակցությունը չես կարող այնտեղ գրես, որտեղ պիտի տաս չէ, ումից որ վերցրել ես, դու անջատում ես միկրոմագնիտոֆոնը, որը ձայնագրում է ասուլիսը ամբողջապես, հետո ինչ ուզում գրում ես այդտեղ, եւ նա գրում է իր թղթակցությունների մեջ, որ այստեղ ձայնագրիչը անջատեցի, գրում է, փաստում է, հետեւաբար եթե Ռուբեն Հայրապետյանը դատ բացեց դրա դեմ, Հայաստանում կամ Եվրոյում, որտեղ որ Ֆրանսիայում, այս Սեդան կորածը, որտեղ գրում է իր ձեռով ձայնագրիչը անջատեցի ու իրանից բաներ ավելացնում։ Այս մեկ Հայրապետյանի իրավունքները ոտնահարված են, թե չէ, այդ ասուլիսի ժամանակ։ Հիմա Հայրապետյանը հարսնակար ունի, հարսնակարում սպանություն է կատարվել, Ռուբեն Հայրապետյանը օլիգարխա, մաֆիոզա, չգիտեմ ինչա եւ այլն։ Դա ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ Արդարադատությունը մնում է արդարադատություն։ Մարդը մնում է բռնադատված, ուզում է թագավորը լինի, ուզում է պահեստապետ։ Ոտնաձգություն ես կատարել, նրա սուտ ես ասել, նրա նկատմամբ սուտ բաներ ես գրել, թերթ ամսագիրը գրել է, հետաքրքիր է նայեք ինչ է, ես կարդում եմ Լույս Աշխարհը, Լույս Աշխարհը հանկարծ գրում է, որ Միկին Խառատյան, Հրանուշ Խառատյան, հանկարծ մտել է եւ Ռուբեն Հայրապետյանին ասում է, դու սուտ ես խոսում, հələ տեսեք ինչ է ասում, այսինքն ստեղծում է
երկրորդ շերտի հասարակական կարծիքը, որ Ռուբեն Հայրապետյանը ստախոս է, որ զանգահարելա Ծառուկյանին ասելա, ես այդպես բան չեմ ասել, ախր։ Այդ սուտ խոսանի մեկն է, հիմա ապացուցում է այդ Հրանուշ Խառատյանը, որ Ռուբեն Հայրապետյանը սուտ է խոսում։ Եվ մի հոդված է գրել, մեջ բերելով այդ սեդա ֆրանսահայ թղթակցի ամբողջ գրածներից մի հատված, որով ապացուցում է, որ իբր թե նոր, այսինքն մտնում է հայաստանյան ներկայացուցիչը այս ավանտյուրայի Հրանուշ Խառատյանը, որը կարծեմ փոքրամասնությունների գծով ինչ որ մի բան է ներկայացնում Հայաստանում, որին մեղադրում են երբեմն լայն շրջաներում եւ նեղ շրջադարձների վրա, որ Եհովայի վկաների գրանցումը կատարվել է այդ կնոջ ձեռքով։ Սա է գրանցել տվել որպես փոքրամասնությունների իրավունքի։ Եվ այսօր Հայաստանը չի կարող Եհովայի վկաների հետ ինչ որ հարցեր լուծի կապված ազգային անվտանգության, բանակի, չգիտեք ինչի հետ։ Եվ Հայաստանը բախվել է այս կնոջ ստեղծած մի հատ կազմակերպությանը օրենքով ամրագրված, որը խիստ խնդիրներ ունի հետը։ Եվ հանկարծ սա մտնում է Ռուբեն Հայրապետյան եւ ֆրանսիահայ այդ ժուրնալիստի լրագրողի մեջ ու հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը սուտ է ասում։ Ինչն է սուտ ասում։ Իր խելքով բերում հանգացնում է, որ սուտ է ասում։ Եվ գիտեք ինչն է սուտ ասում։ Ես մի պահ հիշեցի։ Ասում է ստախոս Ռուբեն Հայրապետյանին։ Բա ասում ես ցուցարարները Ավետյանի սպանության հետ կապված, որոնք գիշեր-ցերեկ հալածում են, չէ՞ Ռուբեն Հայրապետյանին։ Ըստ որում ցուցարարները հալածում են Ռուբեն Հայրապետյանին եւ օրենքը դադախազությունը նախագահը օրենքը լուր դիտում է այդ կողքից։ Ու չեն ասում, որ դու մասնավոր անձին տան վրա գնալ եւ խանգարել, անպատվել, նրան իրավունք չունես։ Այդ անձը հո քաղաքականություն չի։ Հետևաբար օրենքը իր վրա պիտի վերցնի այդ անձի պաշտպանությունը։ Եվ բայց հալածում են։ Եվ այս Հրանուշ Խառատյանը ասում է. այդ ցուցարարները, որ եկել են, ինչի ես ասել այդ սեդա թղթակցուն, որ ինքը իր ընտանիքին ինչա գրած հալածված ազգում թե տերորի ենթարկած, հա, ինքը իր ընտանիքով տերորի է ենթարկում այդ ցուցարարների կողմից։ Հենց սես գրված է, որ այդ ահաբեկչության է ենթարկվում ցուցարարների կողմից։ Երբ ասում է, եւ պատճառ տեսեք ինչ ձևի է նկարագրում, հələ տեսեք էս ավանտյուրիստային։ Ոնց ես ասում այդպես բան գրել։ Երբ որ ցուցարարները եկել են, քո ընտանիքը տանը չեն եղել այդ ժամանակ։ Այսինքն ցուցարարները գնացել են տան վրա, բայց ընտանիքի անդամները այնտեղ չեն։ Ասում այդ ժամանակ ընտանիքի անդամները դու բերել թաքցրել էիր բանում այդ սպորտային համալիրը հարսնակարի հետև ինչ որ կառույց կա, այդտեղ է բերել։ Ասում ոնց ես ասում, որ ահաբեկել են քու ընտանիքին։ Հենց դդմա գլխին նայ։ Բայց ահաբեկումը ոնց ալու։ Մարդը վախեցել է, իր տնից ընտանիքին փախցրել տարելանդե։ Ցուցարարները գնացել են, հույ բուդուր էսկոմ ենկոմ, ընտանիքը ասում է, բայց քու ընդ չես, չէ՞։ Դու ոնց ես ասում, թե ահաբեկեցիք իմ ընտանիքին։ Դե հարից նրան բացատրի այդ խրխրատյանին, որ ահաբեկելը չի նշանակում քարը դանակը առնել վրել էտաս։ Այդ նշանակում է, որ ինքը իր տուն չի կարող մտնի վախից։ Եվ ասում է,
Քանի որ դու տենց սուտ ես ասում, որ ցուցարարներ եկել են, տեսել են քո ընտանիքը տնտե չի, դու արդեն վաղուց այդ ընտանիքի ծտնից հանել տարել ես ինչ տեղն ես պահել։ Հիմա էլ սուտ ես ասում, որ ահաբեկում են։ Եվ էսի որպես ճշմարտություն կուլ են տալիս բոլորը։ Ոչ մեկը չի ասում ես Խառատյանին։ Այ տիկին, դու ինչի մասին ես խոսում։ Ռուբեն Հայրապետյանը ասում է, ահաբեկում եք, ընտանիքս տունը չի կարող մնա։ Դու էլ ասում ես եկանք, տեսանք, ես էլ Ավետյանի բանն եմ, ղեկավարն է ասել այդ ցուցարարների։ Դու ընտանիքդ ընտեղ չէր, ինքն է վկայում է, սուտ ասանի մեկ ասում է, սուտ խոսալով ման ես գալի Ռուբեն Հայրապետյանը։ Ռուբեն Հայրապետյանի անձը տվյալ դեպքում կարևոր չի, կարող է լինի դա ինչ ասեմ, մի հատ մարդ, որին ոչ ոք չի ճանաչում, բայց երևույթի մեջ ընդգծված կետերը լրատվությանը դեմքն են բացում։ Հարսնակարում մահացել է Ավետյանը, մահացել է։ Հարսնակարում է մահացել, թե հիվանդանոցում։ Սա էլ չեն անդրադառնում։ Հիվանդանոց, որ մտավ, խոսում էր, թե չէր խոսում, չկա ինֆորմացիա։ Գիտակցությունը տեղներ, թե տեղը չէր, չկա ինֆորմացիա։ Դեպքի վայրին զեկուցած դատախազությունից քննիչը զրուցել է, թե չի զրուցել։ Ինչի է լրատվությունը հայտարարել, որ ինքը կոմայի մեջ է արդեն։ Եվ վերքերը արդյոք նրան տանում էին կոմայի, ինչա պատահե, ինչու լրատվությունը գրեց, վրան բաներ չկա, որ ուղեղի ցնցումի հետ է կապված։ Դուք ես բոլորը չեք հիշում, ինչու այդտեղ մթություն կա։ Միգուցե հիվանդանոցում է մահացել ինչ-որ պատճառով։ Ծեծը եղել է Հասնակարի բակում, ծեծ կրտուքը, այդպես է ձևակերպվում, ծեծ կրտուքը։ Մահացել է հիվանդանոցում։ Դանակի հետ չկա, զենքի հետ չկա։ Հարվածից մահացել է հիվանդանոցում։ Սա մութ է մնում։ Երկրորդը Ռուբեն Հայրապետյանը իր ասորիսի մեջ հայտարարում է, որ այս գործի մեջ Հարսնակարի մենեջերի վարորդն է հանկարծ հրահրել այս ամենը, որի վրա ինքը կասկածում է, որտեղ այդ վարորդը շատ հանգիստ մի մարդ է, ոչ մի անգամ չի ցուսաբերել, ինչպես է հանկարծ վարորդը Հարսնակարի մենեջերի, պաշտոնյայի, հանկարծ այդ դեպքին գնաց է։ Ռուբեն Հայրապետյանի մոտ այդ հարցականը գլուխը ծակում է, բայց ինքը դա չի կարող դնի մեջտեղ։ Նրանով ոչ ոք հետաքրքրված չի, ոչ մի թղթակից, ամբողջ լրատվությունը նրա դեմ է։ Նրա ասածները սուտ են, հայտարարում է Խառատյան Հրանուշը։ Լրատվությունը նրա հետ կրկնակի հարցազրույց, եռակի հարցազրույց չի վարում ֆրանսահայ լրագրողի ասածները հաստատելու կամ չեղյալ հայտարարելու։ Նա մեկուսացված է, Ռուբեն Հայրապետյանը, ունենալով այդքան հնարավորություններ, այսօր նա գտնվում է հալածյալ վիճակում, լրատվության միջից իշխանությունների լուռ հանցավոր հայացքների ներքո, որը քաղաքական առումով ինչ որ բան է նշանակում։ Շատերը ասում են Սերժ Սարգսյանը գլխատելով օլիգարխներին ցանկանում է հաստատել իր երկրորդ նախագահական կարգավիճակը, այսինքն զոհում է մերձավորին, նրանք, որոնք իրան պահել են, ով որ ֆինանսավորել են, ով որ օգնել են, ես բոլորին վառում է հերթով, միայն մնա նախագահ։ Պաշտոններ կփոխի, սաղ ամեն ինչ, իշխանությունը տակից վրայից կհանի կփոխի, մենակ որ ինքը մնա նախագահ։ Այսպիսի կարծիք կա։ Եվ քայլերը գնում են դրան, ընդհուպ արդեն միացված է նաև դրան, այդ երևույթին միջազգային հանրությունը, միջազգային քաղաքական ուժերն են միացել։ Պահել Սերժ Սարգսյանին ամեն գնով։
թեկուզ նա կազատվի բարձրագույն շրջապատի պաշտոնյաներից, ում ուզենա զինվորական, դատախազություն, արդարադատության նախարար, արտաքին գործերի նախարարը գիտեք, չէ՞, Նալբանդյան Էդվարդը, նրան էլ կհանի գործից, միայն թե ընտրողների մեջ մտցնի, որ ես եմ ամենա ընդունելին, երկրորդ նախագահը, երկրորդ շրջանում ես եմ ընտրվելու, տեսեք ինչ ասեցիք, արեցի, Հունգարիա, Ադրբեջան, Սաֆարով, այս ամբողջ թնջուկի մեջ ես չէի առաջինը, որ Գորիկին ասեցի Հակոբյան, արի դու կմնաս, հատուկ հանձնարարություն ունեմ, այս լրատվությունը իրավունք ուներ հանկարծ հայտնվել հայկական և արտասահմանյան միջավայրում, ոչ մի թղթակից, ոչ մի մեկնաբան չանդրադարձավ, թե այդ ինչ է նշանակում խորհրդակցության ժամանակ կապված Սաֆարովի դեպքերի հետ, նախագահը հանկարծ ասում է անվտանգության ծառայության պետին, դու կմնաս, հատուկ հանձնարարություն ունեմ, ինչ է նշանակում հատուկ բառը, այս նախադասությունը ինչի է ասված, ինչի է լրատվությունը սա դուրս հանում աշխարհով մեկ, և ինչ է այդ հանձնարարությունը, Ադրբեջանը միանգամից ասում է, նրանք հայերը ուզում են սպանեն Սաֆարովին, այսինքն Սաֆարովին իրանք ազատել են օրենքով, Հունգարիայի հետ համաձայնության գալով, հայերը տերորիստական են ուզում սպանել, հիմա իրանց արած անօրինականությունները, Ալիևի արած, հայերի տերորիզմով պետք է հավասարակշռեն, որի առաջին նախակարապետը Սերժ Սարգսյանի արտահայտությունն է, Գորիկ Հակոբյան, դուք մնացեք, ես արտակարգ հանձնարարություն ունեմ, հատուկ հանձնարարություն ունեմ, որը որպես ինֆորմացիա ազգային անվտանգության նախարարությունը պիտի կասեցնի, որ դա դուրս կա, եթե այդպիսի հանձնարարություն կա, այդ հանձնարարությունն էլ պիտի ասեք ինչ հանձնարարություն է, եթե հատուկ հանձնարարություն է, ուրեմն դա տարբերվում է ինչ-որ մի բանից, դա գաղտնիություն ունի, սա ոնց է հանկարծ բացում, լրատվությունը լռում է, ոչ ոք չի մեկնաբանում մեզ, ու ոչ ոք չի ասում, որ նախագահը պրովոկացիա արեց այդ պահին, սադրեց ադրբեջանական կողմին ասելով, որ ինքը կարող է տարածի, որ հայերը գքան կսպանեն, միգուցե անվտանգության ուժերը, միգուցե ասալան, միգուցե ինչ որտեղ, և դուք ազատ եք, Սաֆարովին սպանեք, գցեք մեր վրա, ունեք փաստեր, ոչ մեկը չի ասում այդ մասին, չի կարելի մտածելը արգելված է Հայաստանում գտնվող մարդկանց համար, իսկ Սփյուռքում առավել ևս մտածել չկա, ինչ-որ սրանք օդից են վերցնում իրանց հրահանգները, և այս դրության մեջ, տեսեք, լրատվությունը չի ասում, հետևից չի գալ, կամ Սերժը չի ասում, թե նկարված է, արտակարգ հանձնարարությունն եմ քեզ տալու, ոնց է այս նկարը դուրս գալի դառնում համաշխարհային լրատվություն, թե հատուկ է նկարված, դե հիմա գնացեք հասկացեք, հատուկ է նկարված, չէ, ոչ թե պատահական էր, որտեղ դրա կասեցնելն ինչ է, երեխան էլ կհասկանա, դա ասելու բան չի, այդ թշնամու ձեռը զենք ես տալի, և այդ զենքը տրվեց, հիմա շարունակվա շահարկվել, Սաֆարովին կյանքը վտանգի տակ է, Ալիևը կսպանի, Ալիևն էլ պետք է ասի, դուք սպանեցիք, եթե Սաֆարովին, դուք արեցիք, այդպես էլ թնջուկ եղավ, ես ինչ արեցիք, և այս ոտնագնդակը, որ խաղում են Ալիև և Հայաստանի նախագահ, ոչ մեկի ուշադրության կենտրոնում չի, թե ինչի է այսպես գնում ընթացքը, իսկ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը հարսնաքարի սպանությանը, այսպես ասած, ամենուրեք փողահարվում է, նորից առանց որևէ արդարադատության նախարարություն, դատախազություն, օրենք, հասարակական կազմակերպություն, թերթ, մեջտեղ չի գալիս ասի, անգեր,
Ռուբեն Հայրապետյանի հոր սեփականության մեջ կատարված ծեծկրտուկը, որի տուժածը մահացել է հիվանդանոցում օրեր անց։ Լրատվությունը միայն հայտարարել է նրա առողջական վիճակի կասկածելի տվյալներ, թե ինչ վիճակում է, ոչ ոք չգիտի։ Այս բոլորը ինչ կապ ունի այն երևույթների, որ Ռուբեն Հայրապետյանը դառնում է կենտրոնական հարվածի նշան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պատգամավորական մանդատը տարել հետ է տվել, հենց այդ բան արեց տարել հետ, ինչի է տարել հետ տվել, որովհետև այնքան ճնշումն ու ավանտյուրան, ըստ որում դրան միացել են եւ իշխանական թերթերն ու լրատվությունը, եւ ընդդիմադիր հակի ավանտյուրիստական խմբերը, արդեն են մոմավառներն ու բաները, որ միացան, արդեն պատկերացրեք, Ռուբեն Հայրապետյանը պաշտպանություն չունի, ոչ մի հատ թերթ չի կանգնում, ամբողջավարությունը հանկարծ, այն որ հեղափոխություն են անում, ասենց քանդեն, ոչ մեկին բանի տեղ չդեն, ոնց որ Լևոնն էր անում, այս ոգին վերականգնվում է զոմբիացված հասարակության մեջ։ Եվ այդ զոմբիացված հասարակությունը, որ ասես բաներել են գրում, հանկարծ ունի ղեկավարներ, որոնք այդ զոմբիներին խտացրած յուղով կերակրում են, խառատյան հրանուշներ ունի, որոնք ես մի քիչ թույլացավ ուղղությունը, վեր ընկելում ասում են այս ճանապարհով վրա տվեք։ Ռուբեն Հայրապետյանը ստախոս է, հանկարծ չմտածեք, որ ինքը Ծառուկյանին, որ ասել է Ծառուկյանն է կազմակերպում այս բոլորը, ուզում է ինձ սնանկացնի, յանի խլի ամբողջ եղած իմ ձեռից։ Հələ սրանց խելքը նայեք։ Այսինքն Ծառուկյանին էլ դնում են մի հատ ուրիշ հարվածի տակ, որ լսի, եթե քեզ խելոք չպահես, մեջտեղ կբերենք, այս Ռուբեն Հայրապետյանի ասածը։ Չնայած դուք իրար հետ խոսել եք, Ռուբեն ասել է, ես չեմ ասել, դու էլ ասել ես, դա չես ասել։ Ռուբեն Հայրապետյանն չգիտի, որ ֆրանսահայ ժուրնալիստի մազերից պետք է բռնի ու վրան դնի մի 50 միլիոն եվրոյի տուգանք, որ իր մտքերն ու բառերը սա աղավաղած է, որովհետև այդ ֆրանսուհին չունի այդ տեքստի ձայնագրությունը։ Իրա բերանով գրում անջատել եմ ստեղ։ Եվ այս Ռուբեն Հայրապետյանը կհաղթի դրան, որտեղ ինքը արդար է։ Ինքը չի ասել տեսպա։ Որ ասում է Քոչարյանի մասին էլ անդե գրած, Քոչարյանի անունը չի տալիս Խառատյանը, թե ինչ ասե Քոչարյանի Հասեին Հայրապետյանը։ Թե ոնց Քոչարյանը Ծառուկյանի հետ ուզում են իշխանությունը խլեն Սերժ Սարգսյանից։ Էսի Ռուբեն Հայրապետյանն ասը։ Իբր թե Անենց մեծ սուտ է, որ վախից չեն հանում մեջտեղ։ Խառատյանը հանում է, ես ասում եմ, նրան ստախոս եմ անվանում, որտեղ ես եմ կազմակերպել իր տունը գնամ, ընտանիքին հոյբուդուր անեմ, ընտանիքը այնտեղ չէր։ Իսկ ինքը այստեղ հարցազրույցում ասում է, ընտանիքիս ահաբեկում են, ստախոս է Ռուբենը։ Հենց նրա խոսքերը լսի, այս ավանտյուրիստների խոսքերը լսի։ Եվ Ռուբեն Հայրապետյանի գլխին ուզում են սարքել։ Ու հայ ժողովուրդը խիղճ չունի, գիտես, չի հասկանում, որ անմեղ մարդու գլխին բան մի սարքեք։ Այս հարցազրույցից տեսակ, անմեղ մարդուն ոնց էր փաթաթե Սեդա Ֆրանսիայի ժուրնալիստը։ Հատուկ գալով Հայաստան, մտնելով ցուցարարների մեջ, մասնակցելով նույնիսկ իր դեմ կատարված կազմակերպած այս բողոքի ակցիաներին, եւ հետո էլ հանդիպելով նրան, աշկերի մեջ նայելով ստերը գրե գնացը տպել է մի ամիս հետո։ Եվ Ռուբեն Հայրապետյանը չի կարած բողոքի, որովհետև իշխանությունը այս ամենի կազմակերպիչն է, եւ Անժելա Բարսեղյանը, որ գրեց մաֆիոս համակարգը սկսում է երկրի նախագահից, այս նախադասությունը վերնագիրը հենց տրվում է, որն է մաֆիոս համակարգը։ Լրատվական ամբողջ համակարգը, լրատվությունը իր ձեռքին է, մաֆիոս համակարգը Ռուբեն Հայրապետյանը չի։ Լրատվությունն է, որը երբ որ ուզենա նախագահը,
Ռուբեն Հայրապետյանին կկործանի լրատվությամբ։ Ուզենա Հայաստանը մեջքի վրա շուռ կտա լրատվությամբ։ Եվ արդեն այդ անհասցե, անհեղինակ, ուրիշ դրամաշնորներով եւ արդեն տեղական դրամաշնորներով սնվող լրատվություն այսօր Հայաստանի առաջի թշնամին է։ Ես անով ավարտեմ այսօրվա հաղորդումը։ Կհանդիպենք մեկ ուրիշ